Կոպիտ ասած մեզ կտրվի ամսական, ասենք 500,000 դրամ նպաստ, բայց եթե պահանջենք, որ պետությունը հետ գնի այդ գործարանները, մենք կստանանք ոչ թե 500,000, այլ 2 միլիոն դրամ։ Ճիշտ է, շատերը կարող է հիմա ասեն, դե տենց չի լինի, հետագայում, որ մարդկանց փոխարինեն ռոբոտները այդ գործարաններին կստիպեն, որ շատ ավելի շատ հարկ մուծեն ամեն գործից ազատված մարդու դիմաց եւ այլն եւ այլն։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ տեխնիկայի զարգացման հետ արդարությունը, չգիտեմ, մարդասիրությունը այդքան էլ չի զարգանում։ Պատերազմները ամբողջ աշխարհում ձեզ հիմա օրինակ։ Այսինքն այդ արդարությունը, որ մենք բոլորս պատկերացնում ենք ապագան ամեն ինչ հրաշալի եւ շատ արդար, կարող է այդքան էլ տենց չլինի։ Հասկանում եք, դա մենք դրանից ապահովագրված կլինենք միայն այն դեպքում, եթե պետական գործարանների մասնաբաժինը լինի շատ ավելի մեծ։